Բարև ձեզ։ Ուրախ եմ ձեզ հետ լինել այսօր եւ փառք Աստծո, որ Աստված նորից կյանք տվեց, առողջություն, հնարավորություն, գալու իր ոտքի մոտ եւ սովորելու թող Աստված իր Սուրբ Հոգին թափի մեր վրա, մեր մեղքերը եւ օգնի մեզ, որպեսզի մենք ճիշտ հասկանանք այն, ինչ որ ինքը ուզում է մեզ ասել, ինչ որ մատուցում է Հիսուսի անունով, ամեն։ Ուրեմն, ինչպես գիտենք, մենք այս եռամսյակում ուսումնասիրում ենք Սաղմոսներ գիրքը Աստվածաշնչի եւ արդեն հասել ենք 10-րդ դասը եւ այս դասը կոչվում է անցյալի դասերը։ Ինչու է կոչվում անցյալի դասերը, որտեղ այսօր ուսումնասիրելու ենք որոշ այն Սաղմոսներից, որոնք հիշատակում են Իսրայելի պատմությունը, հրեաների պատմությունը։ Ինչու են Սաղմոս երկուները հիշում պատմությունը։ Չէ՞ որ մենք ուսումնասիրեցինք, իմացանք, որ Սաղմոսները դրանք աղոթքներ են, դրանք փառաբանություններ են Աստծուն, բայց նաև պատմության հիշատակումներ են։ Այս դասին մենք սա կիմանանք։ Եվ ինչու է հիշատակում։ Դասի անունից հենց պարզ է, անցյալի դասերը։ Ինչու ենք մենք պատմություն ուսումնասիրում, որպեսզի դասեր քաղենք այդ անցյալից եւ հասկանանք։ Ուրեմն հիշելու համարն է այսօր Սաղմոս 78 գլուխ 3-ից 4 համարները, այն որ լսեցինք ու ճանաչեցինք եւ մեր հայրերը պատմեցին մեզ, մենք դրանք չենք թաքցնում որդիներից, եկող սերնդին, պատմում ենք Տիրոջ գովասանքը եւ նրա զորություններն ու արած հրաշքները։ Այսինքն, երբ որ մենք կարդում ենք Սաղմոսները կամ Աստվածաշունչը, դա յուրովի պատմության դասագիրք է։ Եվ երբ որ ուշադիր ենք կարդում, ինչ ենք բացահայտում, երբ որ հրեաները հավատարիմ էին Աստծուն, լսում էին, հնազանդվում էին իր օրենքներին, նրանք բարգավաճում էին։ Երբ որ իրենք հակառակվում էին եւ հակառակ էին գործում Աստծո օրենքներին, ամեն ինչ շատ վատ էր վերջանում։ Եվ հենց այս մասին են պատմում այս Սաղմոսները։ Կարդանք 78 Սաղմոսից որոշ համարներ, որովհետև շատ երկար է այս Սաղմոսը, ունի 72 համար։ Ուրեմն 4-րդ համարը ասում է, մենք դրանք չենք թաքցնում որդիներից, եկող սերնդին պատմենք Տիրոջ գովասանքը եւ նրա զորություններն ու արած հրաշքները։ Նա վկայություն հաստատեց Հակոբի մեջ եւ օրենք դրեց Իսրայելում այն, որ պատվիրեց մեր հայրերին, որպեսզի սովորեցնեն իրենց որդիներին, որպեսզի նոր սերունդը եւ այն որդիները, որ պիտի ծնվեն, իմանան, վեր կենան եւ պատմեն իրենց որդիներին, որ նրանք իրենց հույսը դնեն Աստծո վրա եւ չմոռանան Աստծո որդերը եւ պահեն նրա պատվիրանները եւ իրենց հայրերի նման չլինեն ապստամբ եւ անհնազանդ ազգ, մի ազգ, որ իր սիրտը չպատրաստեց եւ իր հոգին հավատարիմ չէ Աստծուն։ Եվ ուրեմն, երբ որ մենք կարդում ենք Աստվածաշունչը, Սաղմոսները, պատմությունը Աստվածաշունչում, մենք տեսնում ենք, որ Աստծո անունն է փառավորվում։ Այսինքն չի փառաբանվում մարդիկ, փառաբանվում է Աստված։ Դավիթը միշտ իր հաղթանակների փառքը տալիս էր Աստծուն։ Երբ որ մենք կարդում ենք այսօրվա պատմության գրքերը, ընդհանրապես պատմության գրքերը պիտի լինեն փաստերի շարադրություն, որքան հնարավոր է օբյեկտիվ շարադրություն, բայց մենք հասկանում ենք, որ պետությունը
ինքն է order պատվիրում դասագրքեր արտադրելը եւ որոշակի սահմանափակումներ կամ պահանջներ է դնում պատմաբանների առաջ, թե ինչպես ներկայացնել պատմությունը։ Եվ մարդիկ ինչպես կարող են ուզեն, կարող են մանիպուլացնել, մանիպուլյացիա անել պատմությունով։ Եվ հարցը նրանումն է, որ երբ որ մենք դասագիրքը պատմության կարող է փառք տալիս մարդուն, այն մարդուն, որ ինչ լավ գործ արեց, այն լավ գործ արեց, կամ ուղղակի օբյեկտիվորեն շարադրի, որ այս ինչ պրեզիդենտը այսպես արեց, այն ինչ պրեզիդենտը այնպես արեց։ Ճիշտ է, մեր դասագրքերում չկա այդպիսի գրվածքներ, որ փառաբանեն Աստծո անունը։ Երբ որ Ամերիկայի պատմություններ կարդում ես կամ ռուսական կամ հայկական եւ այլն, ուրեմն այս աստվածաշնչի պատմությունը տարբերվում է նրանով, որ ամեն ինչ տեսնվում է Աստծո տեսակետից, որ ոչ թե մարդիկ են իրենց ջանքերով կերտում պատմությունը, այո, մարդիկ իրենց գործերով կերտում են պատմությունը, բայց ամբողջ ուղղություն տվողը, որոշողը Աստված է, Աստված է, որ վերահսկում է ամբողջ այս ուրեմն ամբողջ այս երևույթները։ Ուրեմն այսօր ինչ կարող ենք մենք սովորել հրեաների պատմությունից, որը կապ չունի, կարելի է յուրաքանչյուր ազգ վերցնել եւ դնել այնտեղ, որովհետեւ Աստված գործել է ոչ միայն հրեաների պատմության մեջ, այլ նաեւ բոլոր ազգերի, բոլոր մարդկանց պատմության մեջ եւ կյանքում։ Ուղղակի մարդիկ կան, որ դա խոստովանում են, մարդիկ կան, որ չեն խոստովանում։ Հիմա վերադառնանք այս պատմությանը։ 9-րդ համարում ասում է Եփրեմի որդիները, որ զենք առած աղանավորներ էին, պատերազմի օրը ետ դարձան, Աստծո ուխտը չպահեցին եւ մերժեցին, չգնացին նրա օրենքի համաձայն։ Այսինքն շատ սխալ քաղաքականություն վարեցին։ Այսօր երբ որ ասում ենք քաղաքականություն, շատերը վախենում են այդ բառից, որտեղ սխալ պատկերացում կա բառի մեջ։ Քաղաքականությունը այն չէ, որ մարդիկ հավաքվում են ու բլա 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 խոսում են անդադ, խոսում են, միայն խոսում են, գործ չկա։ Քաղաքականությունը կերտվում է առանձին քաղաքական գործիչների գործերից։ Դրանք կարող են լինել լավ գործիչներ, որ բարիք են բերում երկրին, դրանք կարող են լինել վատ գործիչներ։ Ինչքան էլ դրանց մեջ կարող են լինել հավատացյալ մարդիկ եւ ոչ հավատացյալ մարդիկ, կամ ասենք այսպես առաքինի մարդիկ եւ ոչ առաքինի մարդիկ, եւ կապված է նրա հետ, թե ինչ մարդիկ են գործում երկրում, այդպես էլ պատմությունը կերտվում է։ Հիմա ասում է Եփրեմի որդիները, ով են Եփրեմի որդիները։ Եփրեմը Հովսեփի զավակներ, եւ դա ամենահարուստ ցեղն էր Իսրայելի, ցավոք ամենաանհնազանդ ցեղը Աստծուն։ Եվ ի վերջո այդ ցեղը վերացավ ինչ առումով իրանց երկիրը, այսինքն քանի որ Իսրայելը բաժանվել էր երկու մասի, Իսրայել եւ Հուդա, Հուդայի միայն երկու ցեղեր մնացել, Իսրայելի այս 10 ցեղերը վերացան, չվերականգնվեցին։ Այսինքն Իսրայելը քանդվեց, գնաց գերի, սպանվեց եւ էլ չվերականգնվեց։ Իսկ Հուդան, որ մնացել էր այդ երկու ցեղերով, որոշ ժամանակ ավելի երկար ապրեց, նրանցից բայց նույն սխալներ արեց եւ վերջին թագավորի սխալների պատճառով
եւ մարդկանց սխալ ընտրության պատճառով նրանք էլ գերի գնացին, տաճարը այրվեց եւ այլն եւ այլն։ Բայց հետո Աստված իրենց վերադարձեց, երբ որ իրանք ապաշխարեցին։ Երբ որ իրանք ապաշխարեցին, Աստված իրանց վերադարձրեց, նորից երկիր սարքեց, Հիսուսը ծնվեց։ Ցավոք Հիսուսը խաչվեց նրանց կողմից եւ 70 թվականին առաջին տարի նորից այս երկիրը դադարեց լինելուց։ Ինչի, որովհետև չհետևեց Աստծո օրենքին։ Հիմա մյուս երկրների օրենքները մեծապես հիմնված են Աստծո օրենքի վրա։ Հիմնականում նույն բաներն են ասում, որ երբ որ դու ուրիշին վնաս ես պատճառում, այլ ոչ թե օգուտ, դրա համար պետք է լինի պատիժ։ Հիմա այս օրենքները տվել էր Աստված ինչի, որ բոլոր մարդիկ բարվոք ապրի, ցավոք իրանք չէին հետևում։ Մարդիկ հարստանում էին, փչանում էին, սխալ գործողություններ էին անում, ճնշում էին ուրիշ մարդկանց գրփում էին եւ դրա պատճառով Աստված թողեցին իրենց եւ վերջո չնայած իրանք հարուստ ցեղ էին, չնայած իրանք ասում է զենք առած աղեղնավուրներ էին, բայց պատերազմի օրը ետ դարձան, Աստծո ուխտը չպահեցին։ Այսինքն հաղթանակ չտարան, որտեղ Աստծո ուխտը չէին պահում եւ ասում մերժեցին, չգնացին նրա օրենքի համաձայն։ Ամբողջ մեր կյանքը կազմված է օրենքներից եւ օրենք կազմելը եւ դրան հետևելը հենց դա էլ կոչվում է քաղաքականություն։ Այսինքն ամեն մարդ ուզի թե չուզի ինքը զբաղվում է քաղաքականությամբ, լինի դա իր տան մեջ, գործի վայրում կամ իր ընկերների մեջ, քաղաքականություն նշանակում է որոշ ուղղվածություն գործողությունների մեջ։ Այսինքն հայրը կարող է մտնել տուն եւ պահանջել, որ երեխաները կինը վախից վեր թռնեն եւ այսպես վախվխելով պապան եկել է տուն եւ ինքը դրանից հաճույք ստանում։ Դա իր վախի քաղաքականությունն է այդ ընտանիքում, այդ տան մեջ։ Եվ բնականորեն երևի նման կամ միգուցե այլ քաղաքականություն է վարում մեր ընկերների մեջ, իր շրջապատում եւ այլն, որ շատ տհաճ է այլոց համար։ Բայց մի ուրիշ հայր, այո, ներս է մտնում, կինը եւ երեխաները վեր են թռնում, բայց ուրախությունից։ Որտեւ այս մարդը սիրո քաղաքականություն է վարում եւ գնում են փաթաթվում են ուրախանում են, որ պապան է կավտում, այլ ոչ թե դառնանում են։ Որտեւ առաջին հայրը, եթե երեխան վեր չկենա տեղից, մոտենա կխփի, այդպես է դիմավորում քո հորը։ Այս մարդը վախի եւ դաժանության քաղաքականություն է վարում իր ընտանիքում։ Եվ եթե այդ հասարակության մեջ շատ են նման ընտանիքները, այդ հասարակությունը շատ վատ վիճակում կլինի։ Շատ լավ կլիներ, որ մյուս ընտանիքներից ավելի շատ լիներ։ Հիմա կապ չունի ինչ ազգության է մարդ, կապ ունի, թե ինչ քաղաքականություն է ինքը վարում իր կյանքում։ Եվ դրանից արդեն կախված է մնացած հարևանների, հասարակության, ընդհանուր հասարակության վիճակը, որտեղ կարող է այդ ընտանիքի հայրը, ասենք սենց քաղաքական գործիչ, ասենք քաղաքապետը կամ դեպուտատը եւ այլն։ Բնականաբար, եթե այս մարդը այս տիպի մտածելակերպ ունի, նույնը անելու է նաեւ իր գործի տեղը։ Այսինքն քաղաքական գործիչ լինելը վատ բան չի, վատ բան է, երբ որ դու ծախում եւ դաժան քաղաքականություն վարող քաղաքական գործիչ ես։
Եղել են շատ քաղաքական գործիչներ, որոնց միջոցով Աստված գործել է եւ շատ հաղթանակներ է տարել, այսինքն շատ լավ փոփոխություններ են կատարվել այդ մարդկանց միջոցով։ Ներառյալ հրեա արքաները, այսպես ասենք, ամբողջ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ թագավորացը պատմում է թագավորների քաղաքականության մասին, իրանց վարվելակերպի մասին։ Եվ պետք չէ, նայեք, երբ որ Աստված Դավիթին ասեց, ուզում եմ թագավոր դառնաս, Դավիթ ասեց, չէ, կներես Աստված ջան, ես հավատացյալ եմ, չեմ զբաղվում քաղաքականությամբ։ Կամ երբ որ Հովսեփին ասեց, Փարավոն առաջարկեց, որ պրեմիեր մինիստրը դառնա, կամ Դանիելը, կամ Լինքոլնը հավատացյալ մարդ էր։ Ինքը դարձավ եւ իր միջոցով Աստված մի ահռելի գործ արեց, այսինքն ստրկատիրությունը վերացրեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այսինքն պետք չէ վախենալ այդ գործից, եթե դու վախենում ես Աստծուց, եթե դու հարգում ես եւ հնազանդվում ես Աստծուն։ Եթե դու հնազանդվում ես Աստծուն, ամեն ասպարեզում դու կլինես օրհնություն, այլ ոչ թե անեծք։ Ուրեմն այն մարդիկ, ովքեր հարստանում են եւ հույսը դնում են հարստության վրա, բազմաթիվ անգամ Աստվածաշուն գրած է, նյութապաշտության վրա են հույս դնում, իրենք վերջի վերջո գնում են կործանման, այլ ոչ թե Աստծո վրա են հույս դնում։ Աստծո վրա հույսը դնելը ինչ է, նշանակում է, որ իրենք իրենց հարստությունը օգտագործում են Աստծո փառքի համար, այլ ոչ թե իրենց բարձրացնելու համար։ Ուրեմն Եփրեմի որդիները հրեաները չուզեցան հնազանդվել եւ իրենց փառքի համար օգտագործեցին, սկսեցին կուռքերին պաշտել, փոխանակ իրենք ճշմարիտ գիտությունը տալու ուրիշ ազգերին, իրենք սկսեցին կուռքերի պաշտել եւ այդպիսով ջղայնացրեցին Աստծուն, այսինքն Աստծուն հեռացրեցին իրենց կյանքից, իսկ Աստված չի բռնանում ճշմարիտ Աստծուն եւ դրա հետևանքը շատ վատ է լինում, պատերազմ, սպանություն, փախուստ, պարտություն, երբ որ Աստծուն հանում ես քո կյանքից, վերջի վերջո դու պարտությունների շարանք ունենաս, ինչը որ պատահեց իրենց հետ, եւ չնայած այստեղ նշում է, թե Աստված ինչքան հոգատար էր իրանց հանդեպ, բայց այնուամենայնիվ իրանք հեռանում էին Աստծուց, եւ այդ պատճառով ընկնում էին խնդիրների մեջ, եւ այստեղ Սաղմոսում հիշում է այդ ամենը, որ նոր սերունդը հիշի, դաս քաղի այդ ամեն ինչից եւ չհետևի իրենց օրինակին, այլ ասի, օքեյ, այս մարդիկ հեռացան Աստծուց, չհետևեցին Աստծո օրենքներին եւ շատ վատ բաներ եղավ, եկեք մենք հետաքրքրվենք Աստծո, հետևենք Աստծո օրենքներին, մեր քաղաքականությունը կառուցենք Աստծո օրենքների հիման վրա եւ հնազանդվենք այդ օրենքներին եւ բարգավաճենք, որտեղ պատմությունը դա է ցույց տալիս։ Ամբողջ իմաստը այստեղ հիշատակելու պատմություն դա է, որ անընդհատ այստեղ նշում է, որ անդադ Աստված իրենց մասին հոգ էր տանում, իրենք անդադ բողոքում էին Աստծուն, դառնացնում էին Աստծուն իրենց անհավատությամբ եւ իրենց բողոքներով, եւ ասում է, եւ նրանք բարկացրին իրենց բարձր տեղերով եւ իրենց կուռքերի պատկերներով շարժեցին նրա նախանձը, Աստված լսեց եւ բարկացավ եւ շատ անարգեց Իսրայելին։ Մերժեց Սելովի բնակարանը, այն խորանը, որի մեջ բնակվում էր նա մարդկանց մեջ, գերության մատնեց նրա զորությունը եւ իր փառքը թշնամիների ձեռքը, այսինքն գերության գնաց այդ ժողովուրդը, իր ժողովրդին սրի մատնեց եւ խիստ բարկացավ իր ժառանգության վրա, այսինքն երբ որ մարդ չի ուզում
Աստուն ընտրել Աստծո օրենքով շարժվել եւ Աստված թողում է իրեն ինչ է կատարվում պարտությունների շարան, գերություն եւ հեռացում Աստծուց։ Աստված ասում է ես եմ կյանքը։ Եթե կյանքը չես ընտրում, դու ուրիշ ընտրություն չունես, բացի մահվանից։ Եթե կյանքը չես ընտրում, ընտրում ես մահը։ Եվ երբ որ իրանք չէին հնազանդվում, Աստված իր ձեռը քաշում էր, իրանք ընկնում էին սրիտակ, մեռնում էին, հետո գերի էին գնում, գերության մեջ հիշում էին Աստծուն, կանչում էին Աստծուն, ասում էին Աստված ջան, մեղք են գործել։ Բայց ցավոք, դա գրած չի Իսրայելի 10 ցեղերի մասին։ Նրանք մերվեցին ուրիշ ազգերի հետ, որտեղ այդպես էլ ապաշխարություն չեղավ, միգուցե առանձին մարդիկ ապաշխարեցին, բայց Հուդան ապաշխարեց եւ ետ եկավ, որպեսզի իրենցից ծնվեր Հիսուսը։ Ուրեմն շեշտադրելով անհավատարմության այս առանձնահատուկ ձևերը, Սաղմոս 2-ն ակնարկում է, որ Իսրայելի մերժումը պայմանավորված է մեկ հիմնական մեղքով՝ Աստծո հանդեպ մարդկանց դրսևորած անվստահությամբ։ Սաղմոսները կարդալիս զարմանում ենք ժողովրդի համար կամակորության ու հոգևոր կուրության վրա, ինչպես նաև հիանում Տիրոջ անսահման համբերությամբ ու անվերջանալի շնորհով։ Պատկերացնենք, որ ծնողներ կան, որ շատ լավ նայում են իրենց երեխաներին եւ ամեն ինչով անհրաժեշտով ապահովում են, բայց երեխան անդադ բողոքում է։ Իմ համադասարանցին էս ինչ ձևի հեռախոս ունի, բայց դուք էս ինչ ձևի հեռախոս եք դրել։ Այսինքն երեխան մեծանում է բողոքական, առանց եւ իհարկե ծնողը սխալ կանի, եթե վերցնի եւ այդ նույն հեռախոսից իր երեխային տա, այլ ոչ թե բացատրի տղա ջան, կամ աղջիկ ջան, դրանում չի կյանքի իմաստը, հեռախոսը միայն կապ պաշտպանելու համար է, այլ ոչ թե հպարտանալու, թե ես ինչ հեռախոս ունեմ, ինչ հեռախոս ունեմ։ Այս հեռախոսը ծառայում է իր նպատակին եւ դու կարող ես հանգիստ օգտվել դրանցից։ Իսկ եթե չբավարարվեց եւ չգոհանաց քո ունեցածով, ինչքան էլ ունենաս, դու այդպես անգոհ եւ անբավարարված կմեծանաս եւ դժգոհ եւ միշտ բողոքող։ Եվ նույնը տեղի ունենում հրեաների հետ, ինչքան որ ավելի շատ ապահովում են իրենց Աստված, այնքան ավելի բողոքում են։ Ուրեմն որովհետև կարծում էին, որ հարստության եւ մեջ է իրենց ապահովությունը եւ ուրախությունը։ Դա մի սուտ է, որ հորինել է սատանան եւ մինչեւ հիմա խաբում է մարդկանց։ Բայց այս պատմության դասերը մեզ ցույց են տալի, որ այդպես չէ։ Կարդանք 105-րդ Սաղմոսը։ Այս Սաղմոսը սկսում է փառաբանությամբ, գոհացեք Տիրոջից, կանչեցեք նրա անունը, ազգերի մեջ պատմեցեք նրա գործերի մասին, օրհնեցեք նրան, սաղմոս ասացեք նրան, խոսեցեք նրա բոլոր հրաշքների մասին, պարզեցեք նրա սուրբ անունով, թող ուրախ լինի Տիրոջը խնդրողների սիրտը։ Ուրեմն ի՞նչն է մարդուն ուրախություն պատճառում։ Ասма ուրախ սրտով եկեք ու խնդրեք Աստծուն, ոչ թե բողոքելով։ Եվ Աստված կտա ձեզ այն ամեն ինչ, որ պետք է ձեզ, այլ ոչ թե այն, ինչ որ փչացնելու է ձեզ։ Աստված չի ուզում, որ մենք փչանանք։ Ինքը չի տա մեզ այն, ինչին որ մենք պատրաստ չենք։ Եթե պատրաստ չենք, եթե մենք դա ստանանք, մենք կփչանանք։ Բայց եթե պատրաստ ենք, ինքը կտա դա։ Ասում է հիշեք նրա արած հրաշքները, փնտրեցեք Տիրոջը եւ նրա զորությունը փնտրեցեք նրա երեսամեն ժամանակ։ Հիշեք նրա արած հրաշքները, նրա արած նշանները եւ նրա բերանի վճիռները։ Ինքը Տերն է մեր Աստվածը, նրա վճիռները ամբողջ երկրի մեջ են, այսինքն չեն սահմանափակվում միայն մի երկրով։ Ամեն երկրում էլ Աստված վերահսկում է,
Ինչքան էլ մարդիկ հասկանան կամ չհասկանան, միևնույն է, Աստված սահմանափակումներ է դրել և սատանայի գործունեության մեջ, և մարդկանց գործունեության մեջ, այսինքն ինքը սուվերեն տիրակալ է։ Մարդիկ երբեմն ընկնում են ինքնախաբեության մեջ, որ իրանք են սուվերեն տիրակալներ, բայց բոլորի վրա իշխում է Աստված։ Նա հավիտյան հիշում է իր ուխտը, այն խոսքը, որ պատվիրեց մինչև 1000 սերունդ, այն ուխտը, որ դրեց Աբրահամի հետ և իր երդումի Իսահակի հետ։ Այսինքն, ինչքան էլ որ խախտում էին այդ ուխտը, Աստված հավատարիմ էր մնում իր ուխտին, բայց երբ որ ժողովուրդը ապաշխարում էր, մարդիկ ապաշխարում էին, ինչքան շատ ապաշխարեին, այնքան լավ, Աստված նորից իրենց վերադառնում էր իրանց մոտ և օրհնում էր իրենց։ Եվ ասում է, երբ որ ենթարկվում էին Աստծուն ինչ էր տեղ ունենում, ասում է, Տերը խիստ շատացրեց իր ժողովրդին և նրան իր թշնամիներից հզոր դարձրեց։ Երբ որ Աստծուն հնազանդվում ես, դու դառնում ես քո թշնամիներից հզոր։ Եթե Աստծուն չես հնազանդվում, դու տանուլ կտաս։ Փոխեց նրանց սրտերը, որ ատեն իր ժողովրդին, որ նենգություն անեն իր ծառաների դեմ, ուղարկեց իր ծառա Մովսեսին և իր ընտրյալ Ահարոնին, այսինքն ստեղ խոսքը գնում է Եգիպտոսի մասին, որտեղ սկսեցին իրենց վերաբերմունքը փոխվեց, հրեաների հանդեպ սկսեցին նրանց բռնանալ նրանց վրա և նույնիսկ նրանց զավակներին սպանել, բայց Աստված տեսավ այդ ամեն ինչը և իրենց ազատեց։ Եվ այստեղ թվարկվում է, թե ինչ հրաշքներ Աստված գործեց, որպեսզի նրանց ազատ է այնտեղից, ասում է, ցնծությամբ հանեց իր ժողովրդին և իր բանտարկյալներին ուրախությամբ։ Հեթանոսների երկրներ տվեց նրանց և ազգերի վաստակներ ժառանգեցին նրանք, որպեսզի նրա պատվիրանները պահեն և կատարեն նրա օրենքները։ Ալելույա։ Այսինքն ինչի տվեց Աստված դա նրանց, որպեսզի իրենք օրինակ ծառայեն բոլոր ազգերի առաջ, թե ինչ է նշանակում ճշմարիտ Աստծուն ծառայել, որպեսզի իրանց միջոցով կողքի ազգերը ծանոթանային ճշմարիտ Աստծուն։ Մյուս հեթանոս ժողովուրդներին ոչնչացրեց, որտեղ նրանք արդեն հասել էին իրենց անօրության գագաթնակետին, անօրությունը ունի գագաթնակետ, որին երբ որ հասնում ես, դրանից ենքով այլտեղ չկա և արդեն ոչնչանալու եզրն է, և իրանք հասան և դրա համար ոչնչացվեցին։ Ոչ թե նրա համար, որ հրեաները լավն էին, բայց սրանք արդեն հասել էին իրենց անօրության գագաթնակետին։ Եվ երբ որ հրեաները այնտեղ ապրեցին և հասան իրենց անօրենության գագաթնակետին, Աստված իրանց էլ չխղճաց, որտեղ Աստված օբյեկտիվ Աստված ինքը չունի սիրելիներ հատուկ, որ ինչ էլ անեն, ապրեք լավ եք արեք, ինքը օբյեկտիվ է, օրհնվում է այն մարդը, որ հետևում է Աստծո օրենքին, Աստծո կյանքով է ուզում ապրել, Աստծո տված, և չի օրհնվում այն մարդը, ովքեր հակառակ է գործում Աստծո օրենքներին։ Այսինքն, երբ որ իրանք չհնազանդվեցին Աստծուն, հասան իրենց անօրենության գագաթնակետին, իրանց էլ վռնդեց այնտեղից Աստված, գնացին գերության։ Շատ մարդիկ կարծում են Աստվածաշունչը ասում է ամբողջ երկիրը իմն է, հողը ես եմ տվել մարդկանց։ Աստված ողորմում է մեզ, որոշ քանակի հող է տալիս, ասում է ապրեք, բայց անենց մի ապրեք, որ ասեք ոնց կուզենամ տենց էլ կապրեմ։ Ես ձեզ ստեղծել եմ, որպեսզի դուք իրար սիրեք, հարգեք, օգնեք և միասին բարգավաճեք, ոչ թե ուրիշներին ստորացնելու և վատություն անելու շնորհիվ
դուք բարձրանաք եւ այդ տվյալ երկիրը լցնեք տանջանքով եւ բողոքներով, որտեղ Աստված ասում է, երբ որ աղքատը ճճում է, բռնացողը ճճում է, ում վրա որ բռնանում է, ասում է, ես լսում եմ եւ ուշտեվախ պատասխանում եմ։ Ուրեմն երբ որ տվյալ երկիրը շատ է լցվում անօրենությամբ, անբարոյականությամբ եւ ամեն տեսակի չար բաներով, ինչ է կատարվում, Աստված ասում է, ես քեզ տվեցի, որ դու ապրես եւ վարգավաճես, բայց դու ուրիշ բաներ ես անում։ Եվ վռնդում է այդտեղից։ Ուղղակի վռնդում է մարդկանց։ Ոչ թե ինքը ուզում էր դա, այլ մարդիկ իրենց գործունեությամբ հասնում են այդ վիճակին։ Ինչի, որտեղ չեն հնազանդում Աստծո օրենքներին, որտեղ փնտրում են միայն իրենց լավը։ Մեր համար լավ լինի, մնացածը ինչ ուզում է թող լինի։ Իսկ դրա վերջը վատ է։ Ուզենք թե չուզենք։ Ուրեմն հիշենք, մենք ստեղ ընդհանրապես ժամանակավոր մարդիկ ենք։ Երեք մի ձեր կնոջ հետ է խոսում, հեռախոսով, որ ապրել է Սովետական միության նախկին հանրապետություններից մեկում եւ ինքը բժիշկ էր եղել եւ բավական լավ էր ապրել։ Հիմա այստեղ մնացել է պետության թոշակի հույսին եւ ապրում է մի ծերերի տանը, որը այսինքն որոշ մարդիկ են սպոնսոր կանում, ինքը այդ տեսակի շենքերում ապրող մարդիկ իրանք տալիս են շատ քիչ փող, ասենք բարձր իրականում, ասենք թե $1000, իրանք տալիս են ընդամենը $300, մնացածը որոշ մարդիկ են, որոշ ֆոնդեր են փակում, կամ պետությունն է փակում որոշ ֆոնդերից։ Այսինքն ինքը դժգոհ է իրավիճակից եւ ասում է, ես ինչ պատկերացնեի, որ ես սենց վիճակի մեջ կհայտնվեի։ Եվ ես ասի նայեք, մենք անցավոր մարդիկ ենք։ Փակ տվեք ասում, որ դուք ունեք այդ անկյունը, շատ մարդիկ չունեն, ինչ ա եղել։ Շատ լավ բնակարան է, ձեր համար ապրեք։ Դուք կարծում եք, որ ասենք, թե ես սեփական տան մեջ եմ ապրում, այս տունը իմն է, ոչ, ես դեռ վճարում եմ բանկին այս տան համար։ Եվ այսօր իմնա, վաղը կարող է ուրիշինը լինի։ Այսինքն մենք ապրում ենք Աստծո ողորմությամբ։ Եվ ես իրան ասի, այսօր այս բազմոցի նստած եմ, այս բազմոցի իմնա, վաղը որ նստի այդ բազմոցին իրանն է։ Այսինքն այդպես չկա, որ վերցնեն հողի վրա գրեն, այս անունը, այս նրան այն նրան։ Գիտեք, հողը Աստծունն է, ինքն ուզում դա էլ տալիս է։ Արդար ձևով, ոչ թե անարդար, ճիշտ հասկացեք։ Եվ նույնը ունեցվածքն է։ Աստված է օրհնողը եւ Աստված է հետ վերցնողը։ Եթե մարդ հույսը դնի նյութի վրա, վաղ թե ուշ ինքը ընկնելու է։ Ուրեմն ասեցի եւ այդ կնոջ ասի, փառք դու, որ այսքանն էլ ունես այսօր, եւ ես այդ փառք եմ տալի, որ այսքան ունեմ, վաղը ինչ կունենամ չգիտեմ, բայց ունեմ այն նպատակով, Աստված տալիս այն նպատակով, ինչի բարձ գրած է, որպեսզի նրա պատվիրանները պահեն եւ կատարեն նրա օրենքները, ալելույա։ Այսինքն ոչ թե զբաղվեն ինքնաբարձրացմամբ, տեսեք ես ինչ տուն ունեմ, տեսեք ես ինչ ավտո ունեմ, տեսեք, այլ այդ բոլորը օգտագործեն Աստծո փառքի համար։ Ինչ է ասում Աստծո օրենքը։ Ինչ է ասում Աստված։ Սիրի քո մերձավորն ինչպես ինքդ քեզ։ Օգտագործիր քո օրհնությունները ուրիշին օրհնելու համար։ Սա է ամբողջ իմաստը։ Ոչ թե վերևից նեսես էս, ես ունեմ, դու չունես։ Ու ստորացնես մարդուն։ Դա Աստծո ծրագիրը չի։
Եվ մյուս սաղմոսը, բայց ցավոք Իսրայելը նույն սխալը անում էր, հեռանում էր Աստծուց, բռնություն էր տիրում երկրում, իրար վատ էին վերաբերվում, անօրենություն էր տիրում, անարդարություն էր տիրում եւ Աստված իհարկե որ ջղայնանում էր։ Մյուս սաղմոսը 106-ն է։ Այս սաղմոսն է սկսում փառաբանությունից։ Ալելույա, գոհացեք Տիրոջից, որ բարի է, որ հավիտյան է նրա ողորմությունը, ով պիտի պատմի Տիրոջ զորությունը, ով պիտի իմացնի նրա ամբողջ գովասանքը, Երանի իրավունքը պահողներին եւ ամեն ժամանակ արդարություն անողներին։ Բարձ գրած է Երանի իրավունքը պահողներին եւ ամեն ժամանակ արդարություն անողներին։ Կապ չունի դու քո մասնագիտությամբ ինչ ես։ Դու կարող ես լինել ուսուցիչ, լավ ուսուցիչ, դու կարող ես լինել ծախված ուսուցիչ, կարող ես լինել լավ բժիշկ, կարող ես լինել ծախված բժիշկ։ Ինչին ծախված, փողին ծախված կամ վերևի հրահանգների փողի դիմաց։ Կարող ես լինել լավ քաղաքական գործիչ եւ կարող ես լինել ծախված քաղաքական գործիչ։ Փողի դիմաց նորից։ Այսինքն, ինչ է նշանակում, որ այս մարդիկ արդարությանը չեն հետևում, իրավունք չեն պահում, եւ դրա վերջը լինում է վատ։ Ասում է հիշիր ինձ Տեր, քո ժողովրդի նկատմամբ ունեցած հաճության թայմատ, այցելիր ինձ քո փրկությամբ, որ տեսնեմ քո ընտրյալների հաջողությունը, ուրախանամ քո ազգի ուրախությամբ, պարծենամ քո ժառանգությամբ։ Սա ասում է թագավորը։ Թագավորը ինչով է պարծենում, ասում է քո ժառանգությամբ պարծենամ, պարծենամ, որ իմ ազգը լավ է ապրում, որ ամեն մեկը հաջող է, այլ ոչ թե իրար տակ սապոն են դնում, որ սղան, իրար տակ փորում են, որ ընկնեն, իրար խաբում են, եւ ասում է ուզում եմ տեսնեմ, որ իմ երկրում արդարություն է տիրում, եւ ինքն էր ղեկավարը, նաեւ դատավորը, այն ժամանակվան թագավորներն այն դատավոր էին, եւ ուրեմն իր կյանքի իմաստը ինչ էր, հարստություն կուտակել, ոչ, այլ իր գործը լավ անել, որպեսզի ժողովուրդը լինի լավ վիճակում։ Մենք մեղաչեցինք մեր հայրերի հետ, անօրենություն արեցինք եւ ամբարշտություն գործեցինք։ Մեր հայրերը Եգիպտոսում չհասկացան քո հրաշքները, չհիշեցին քո մեծ ողորմությունը եւ քեզ հակառակվեցին ծովի մոտ, Կարմիր ծովի մոտ։ Բայց նա փրկեց նրանց իր անվան համար, որպեսզի հասկացնի իր զորությունը։ Ուրեմն, ինչպես եւ մյուս սաղմոսները, այս սաղմոսն էլ մատնանշում է Աստծո հավատարմությունը իր շնորհի ուխտին, որով նա փրկեց իր ժողովրդին։ Մենք երբեմն ընկնում ենք, երբեմն հավատարիմ ենք Աստծուն, բայց Աստված հավատարիմ է մնում եւ օգնում է մեզ բարձրանալ նորից հավատարիմ լինել իր ուխտին։ Եվ Աստված այնքան է համբերում, այնքան է ջանք թափում մեր վրա, որ գա այն օրը, որ մենք սովորենք լավ ամուր քայլել Աստծո ճանապարհի մեջ եւ էլ չընկնել։ Մենք բազմիցս այս մասին խոսել ենք։ Եվ ամեն մի սերունդ տարբերվում է մյուս սերունդից, կապ ունի թե այդ սերունդին ինչ արժեքներով են մեծացրել։ Երբ որ թագավորը Իսրայելում լինում էր կամ Հուդայում լինում էր արդար եւ հոգևոր ծառայությունը մշտական էր, ինչի համար է հոգևոր ծառայությունը, որպեսզի մարդկանց սորացնեն Աստծո օրենքները, որպեսզի մարդիկ հասկանան, թե բարոյապես ինչպես իրենք պիտի ապրեն, որտեղ ֆիզիկական եւ բարոյական կյանքը միահյուսված են։ Եվ երբ որ մարդիկ լսում էին, ընդունում էին, բարգավաճում էր երկիրը։ Եթե չկար դա,
Եթե թագավորը զբաղվել էր ինքնաբարձրացմամբ, ինքը իսկ չէր ենթարկվում Աստծո օրենքին, եւ հոգն էլ չէր, թե մարդիկ արդյոք գիտեն Աստծո օրենքի մասին, ենթարկում են թե չէ, շատ վատ ժամանակներ էր գալիս, Աստված ուղարկում էր իր մարգարեներին, զգուշացնում էր, բայց չէին լսում, ինչեւ որ ի վերջո թշնամիները գալիս եւ գրավում էին։ Եվ դատարկ էր մնում իրենց հողերը։ Ուրեմն մենք էլ մեր կյանքում շատ անգամ սահում ենք ընկնում, բայց կապ ունի, թե ինչ ուղղություն ենք վերցրել, ինչ քաղաքականություն ենք վարում մեր կյանքում։ Քաղաքականությունը նշանակում է գործելակերպի ուղղություն։ Ուրեմն ուշադիր լինենք, թե մենք ինչ ուղղություն ենք վերցրել մեր կյանքում։ Եթե ճիշտ ուղղության վրա ենք, Աստծո ձեռը երբեմն թողնում ընկնում ենք, բայց անմիջապես ապաշխարում ենք եւ խնդրում ենք Աստծուն, որ օգնիր մեզ վեր կենանք, եւ ինքը անպայման իր ձեռքը մեկնում է եւ օգնում է։ Նա երբեք չի մերժում մեզ օգնելու հարցում, որպեսզի վատ վիճակից դուրս գանք, մեղավոր վիճակից։ Ասում է, նա շատ անգամ փրկեց նրանց 43 համարը։ Ուրեմն ասում է, իրենց գործերով պղծվեցին։ Մի քիչ ավելի վեր խոսում է այն մասին, որ սկսեցին այդ կուռքերին պաշտել եւ ասում է նույնիսկ իրենց որդիների աղջիկների արյունը մատուցում էին այդ կուռքերին, անմեղ արյուն թափեցին իրենց որդիների եւ աղջիկների արյունը, որտեղ նրանց մատաղ արեցին Քանանի կուռքերին եւ երկիրը պղծվեց արյամբ, իրենց գործերով պղծվեցին եւ իրենց արարքներով պոռնկություն գործեցին։ Տիրոջ բարկությունը բորբոքվեց իր ժողովրդի վրա եւ նա զզվեց իր ժառանգությունից։ Նրանց հեթանոսների ձեռքը մատնեց եւ իրենց ատողները տիրեցին նրանց, իրենց թշնամիները նեղեցին նրանց եւ իրենք խոնարհվեցին նրանց ձեռքի տակ։ Տարբերությունը տեսան, թե ինչ բան է թշնամու ձեռքի տակ լինելը եւ ինչ բան է Աստծո ձեռքի տակ լինելը։ Չէին գնահատում Աստծո արածները։ Բայց երբ որ զրկվեցին, նոր գնահատեցին, նոր հասկացան, խոնարհվեցին, ներողություն խնդրեցին։ Նա շատ անգամ փրկեց նրանց, բայց նրանք դառնացրին նրան իրենց խորհուրդներով եւ փչացան իրենց անօրենությունների պատճառով։ Երբ որ ձեր երկիրը ընկնում է վատ վիճակի մեջ, մի ասեք ուր է իր Աստված, Աստված իր տեղում է, բայց ասեք մենք ինչ ենք անում։ Արդյոք մենք չենք փչացել մեր անօրենությունների պատճառով։ Միակ պատճառ, որ Աստված իր ձեռքը վերցնում է մեզանից, դրանում է։ Ինչքան էլ որ աշխարհը ասի ոչ, դա պոռնկություն չէ, դա բնական բան է։ Ով ում հետ ինչ ուզում է թող անի, ինչքան որ ասի դա գողություն չէ, դա սա է։ Ինչքան ուզում է, դե այսօր ուրիշ օր էր, այսօր ուրիշ արժեքներ է։ Աստծո արժեքները չեն փոխվում։ Աստված այսօր էլ է տիրակալ երկրի վրա եւ մենք պետք է ապրենք իր արժեքներով, եթե ուզում ենք բարգավաճել։ Եթե ոչ, կարող ենք մեր ծրված ճանապարհներով գնալ եւ վերջը կորցնել Աստծո ներկայությունը մեր կյանքում եւ հետո չիչալ վայ Աստված ինչ անարդար ես, ուր ես Աստված, մեզ նեղում են, մեզ սենց են ամենից են։ Աստված իր տեղում է, բայց արդյոք դուք լսում եք Աստծուն։ Նա նայեց նրանց նեղությանը, երբ լսեց նրանց աղաղակը, նրանց համար իր ուխտը հիշեց եւ զղջաց իր մեծ ողորմության անունով եւ բոլոր նրանց այսքան խղճաց իրենց։ Եվ բոլոր նրանց արժե որ գերեին տարել իրենց ողորմություն գտնել տվեց իրենց համար։ Այսինքն եթե Աստված ներկայ կյանքում, քո կյանքում, եթե նույնիսկ դու գերության մեջ ես, այնտեղ քո վիճակը դեպի լավը կգնա, եթե դու ապաշխարում ես եւ նորից վերադառնես դեպի Աստծուն։ Փրկիր մեզ ով Տեր մեր Աստված եւ ժողովի մեզ հեթանոսների միջից, որ գոհանանք քո սուրբ անունից եւ պարծենանք քո օրհնությամբ։ Ոչ թե
գոհանանք եւ պարծենանք մեր անունով, այլ գոհանանք ու պարծենանք քո անունով, քո օրհնությամբ։ Օրհնյալ է Տեր Իսրայելի Աստված Ավետյանս, Հավիտենս եւ ամբողջ ժողովուրդը թող ասի ամեն։ Ալելույա։ Աստված այսօր եւ այն ժամանակ է բոլոր ժողովուրդների Տերն էր, ոչ միայն Իսրայելի։ Ինքը ուզում էր Իսրայելի միջոցով ներկայանալ մյուս ժողովուրդներին։ Ցավոք Իսրայելը փոխանակ իր ճշմարիտ Աստծուն ներկայացնելու ուրիշներին իրենց սուտ աստվածները վերցրեց եւ ցես պաշտել եւ փչացան եւ ցավոք ընկան վատ վիճակի մեջ։ Ոչ իրանք հավատարիմ մնացին Աստծուն, ոչ էլ կարողացան ուրիշ մարդկանց ճիշտ ներկայացնել Աստծուն եւ իրանց դարձի բերել ուրիշ ժողովուրդներին։ Եբրայերեն վերականգնել բառը առաջացել է սովորական բառից, որը նշանակում է վերադառնալ, եւ շատ անգամ օգտագործվում է Աստվածաշնչում, երբ Աստված իր մոտ վերադառնալու կոչ է անում իր մոլորված ժողովրդին։ Այն սերտորեն կապված է ապաշխարության, մեղքից հեռանալու եւ Աստծուն վերադառնալու գաղափարի հետ։ Նրանց մի սիրտ պիտի տան, որ ճանաչեն, որ ես եմ Տերը։ Նրանք իմ ժողովուրդը պիտի լինեն, իսկ ես նրանց Աստվածը կլինեմ, որովհետև իրենց ամբողջ սրտով դեպի ինձ պիտի դառնան։ Երեմիա 24:7։ Եվ վերջում 135-րդ Սաղմոսը նայենք։ Նորից օրհնաբանությամբ է սկսում։ Օրհնեցեք Տիրոջ անունը, օրհնեցեք ով Տիրոջ ծառաներ, որ կանում եք Տիրոջ տանը, մեր Աստծո տանը սրաների մեջ։ Օրհնեցեք Տիրոջը, որտեղ Տերը բարի է, Սաղմոս ասացեք նրա անվանը, որտեղ քաղցր է, որտեղ Տերը Հակոբին ընտրեց իր համար եւ Իսրայելի ժառանգության համար, որտեղ ես իմացա, որ Տերը մեծ է եւ մեր Տերն ավելի մեծ է, քան բոլոր աստվածները։ Տերը այն ամեն ինչ կամենում է անում է երկնքում եւ երկրում, ծովերի մեջ եւ բոլոր խոր տեղերում։ Նա, որ ամպերը բարձրացնում է երկրի ծայրից, կայծակներն անձրև է դարձնում եւ քամին հանում է իր շտեմարաններից, եւ արեց բոլոր, հետո թվարկում է բոլոր հրաշքները, որ ինքը արեց Եգիպտոսում, եւ ասում է Տասիրեք համարում է Տեր քո անունը մինչև հավիտյան է, Տեր քո հիշատակը ազգից մինչև ազգ, որտեղ Տերը պիտի դատի ժողովրդին եւ ողորմի իր ծառաներին։ Հեթանոսների կուռքերն արծաթ ոսկի են, մարդկանց ձեռքի գործ են, բերան ունեն եւ չեն խոսում, աչքեր ունեն եւ չեն տեսնում, ականջներ ունեն եւ չեն լսում, եւ բնավ շունչ չկա նրանց բերանում, նրանց նման են իրենց կերտողները եւ բոլոր նրանք, որ հույս են դրել նրանց վրա։ Ով Իսրայելի տուն, օրհնեցեք Տիրոջը, ով Ահարոնի տուն, օրհնեցեք Տիրոջը, ով Ղևի տուն, օրհնեցեք Տիրոջը, դուք Տիրոջից վախեցողներ, օրհնեցեք Տիրոջը։ Օրհնյալ լինի Տերը Սիոնից, որ նա է բնակվում Երուսաղեմում, ալելույա։ Այսինքն միակ ճշմարիտ Աստված այս Աստվածն է, Արարիչ Աստվածը, որ ստեղծել է ամեն ինչ։ Իսկ մնացածը ընդամենը կուռքեր են, մարդու ձեռքից սարքած կուռքեր եւ ոչինչով չեն կարող օգնել։ Երբ որ ուրեմն ինչ ենք մենք հասկանում այս սաղմոսներից, որ երբ որ Աստված մեզ օրհնում է, մենք պետք է փառաբանենք իր անունը, այլ ոչ թե մեզ բարձրացնենք։ Իր ժողովրդի համար արված Աստծո մեծ գործերի թվարկումը ավարտվում է այն խոստմամբ, որ Աստված դատելու է ժողովրդին եւ կարեկցելու է նրանց։ Դատաստանն այստեղ նշանակում է Աստծո կողմից ճնշվածների եւ աղքատների արդարացում։ Տերը խոստանում է պաշտպանել իր ժողովրդին։ Գիտեք, երբ որ Հուդայի վերջին թագավորը Սեդեկյան Երեմիան ասում էր. «Հերիքա անօրենություն անեք, դուք ճնշում եք աղքատներին, դուք անօրենություն եք անում, անարդարություն եք անում, չի կարելի, մի արեք»։ Թագավորը չուզեցավ լսել եւ դրանով իսկ կործանեց եւ իրեն եւ ամբողջ ժողովուրդը, որտեղ վերջ-վերջո Նաբուկոդոնոսորը եկավ,
եւ վառեց, բայց հետաքրքիր է, որ Նաբուկոդոնոսորը հրամայեց, որ աղքատներին թողեն երկրում եւ ասում է այդ Նաբուզարդանը իր Նաբուկոդոնոսորի զորքերի ղեկավարներով էր, ասում է այդ աղքատներին հողեր բաժանեց, ուրեմն այս ագահ հարուստները հրյա խլել էին զորբությամբ, խլել էին հողը մարդկանց, մյուսների, արհեստականորեն իրան սարքել էին աղքատ, բայց իրանք եկան, այսինքն թշնամի եկավ, այս մարդկանց, ովքեր անօրություն էին անում, պատիժը կրեցին, Սեդեկյան տարվա գնաց, գերի գնաց եւ իր աչքի առաջ սպանեցին իր զավակներին, ինչու որտեղ իր հրամանով շատ անմեղ մարդիկ էին սպանվել եւ իր աչքերը հանեցին եւ ինքը այդ գերության մեջ էլ հենց մեռավ, բայց այն աղքատները, ովքեր ճնշված էին, մնացին եւ հողեր բաժանվեցին իրենց եւ ասեց հիմա էլ աղքատ չեք լինի, հանգիստ խղճով գնացեք, վարեք, ցանեք եւ հավաքեք եւ կերեք, այդ բռնացողները չկան, այդ զորբաները, բայց ցավոք դրանից հետո ուրիշ բան տեղ ունեցավ, այն մասը, որ դեռ մնացել էր եւ ամբողջ ամեն ինչ էլի խառնվեց իրար, մարդիկ վախեցան, որ իսա կգան իրանց էլ եւ իրանց էլ կսպանեն կամ գերի կտանեն եւ Երեմիան ասեց մի վախեցեք, ոչինչ բան էլ չեն անի Երեմիային, բայց իրանք չլսեցին Երեմիային եւ որոշեցին գնալ Եգիպտոս եւ ավելի վատ եղավ, այսինքն ինչի մասն է խոսքը, խոսքը սոցիալական արդարության մասին է, Աստված դա է ուզում մեզանից այսօր, ինչ է նշանակում Աստծուն հավատարիմներ, սոցիալական արդարություն ապահովել երկրում, դա ներքին քաղաքականությունն է երկրի, որը շատ կապված է արտաքին քաղաքականության հետ, այսինքն կապված է ուրիշ ժողովուրդների հետ, նաև հարաբերությունների եւ առևտրի մասն է խոսքը գնում, բայց եթե կենտրոնանանք միայն նյութական հարստության վրա, այսինքն որ ես իմ ժողովուրդը լավ ապրում է վերջ, այսինքն պատրաստի իրանց մատուցումից, շատերը ասում են, որ սոցիալիզմը լավ բան է եւ այլն, այսինքն կարծես թե բոլորը հավասար վիճակում էին իրենց նյութական վիճակում եւ ասում են, որ որտեղ կա սեփական շուկա, այնտեղ վատ է, բայց տարբերությունը գիտեք ինչու՞ն է, Սովետը պատրաստի տալիս էր մարդկանց, այս երկիրը Միացյալ Նահանգները հնարավորություն է տալիս մարդկանց, հավասար հնարավորություն է տալիս մարդկանց, որպեսզի մարդիկ իրագործեն իրենց նպատակները, եւ դա արդար է, բայց նաեւ չի անտեսում նրանց, ովքեր ուղղակի հնարավորություն չունեն, այսինքն այս երկիրը խթանում է մարդկանց, որպեսզի օգտագործեն իրենց ուղեղը, օգտագործեն իրենց տաղանդները, իրենց հնարավորությունները եւ արդար ազնիվ ձևով սոցիալապես ապահոված լինեն, բայց հարցը նրանում է, որ մարդը ոչ միայն նյութական էակ է, այլ նաեւ հոգեվոր էակ է, եթե հոգեվոր կողմը անտեսես, այլ միայն նյութականի վրա մարդիկ կենտրոնանան, հենց այդ վիճակն է դուրս գալիս, այսինքն մարդը միայն նյութական էակ չէ, ինքը չի ծնվել, որ հարստանա, անուն սարքի,
սրա նրա վրա տնգի, հետո էլ մեռնի։ Ոչ, մարդը ծնվել է, որպեսզի հնարավորությունները օգտագործելով զարգացնի իր տաղանդները, իր բարօրություն եւ իր եւ ուրիշ մարդկանց, սա է կյանքի նպատակը։ Եվ եթե մարդիկ չեն հասկանում, պետք է սովորեն պատմության դասերից։ Գոնե իրենց պատմության դասերի հիման վրա տեսնեն եւ չուզենան անել նույն սխալները, նույն բռնությունը, նույն ագահությունը, նույն խենթությունը, փող, ուզում եմ հարուստ լինեմ, եւ մարդկանց տրորելով եւ անցնելով նպատակ դնել եւ գնալ այդպիսի ուղղությամբ, դա կործանում է։ Ուշ թե վաղ դա տանում է կործանման։ Մարդը պիտի հասկանա, որ ինքը նաեւ հոգեվոր էակ է եւ որ ֆիզիկական եւ հոգեվորը իրար միահյուսված են եւ մեր ֆիզիկական կյանքը ցույց է տալի մեր հոգեվոր իրավիճակը ինչպիսին է։ Ուրեմն հասկանանք մի կարևոր դաս։ Մենք ուզենանք, թե չուզենանք, այս աշխարհի սուվերեն տիրակալ Աստվածն է։ Եվ Աստված տվել է օրենքներ։ Եթե պետության օրենքները բռնում են այդ օրենքներին, ուրեմն փառք Աստծո, կարող ենք հանգիստ ենթարկվել այդ օրենքներին եւ ապրել այդ օրենքներով եւ կատարել եւ բարգավաճել։ Եթե մարդիկ չեն ուզում դա անել, եթե մարդիկ ուզում են իրար խաբել, գցել, բռնանալ իրար վրա, ուրիշին ոտնատակ անելով առաջ գնալ եւ խեղճի ու աղքատի աղաղակը չլսել եւ նրանց հնարավորություն չտալ ոտքի կանելու, մենք գիտենք, չէ՞ ինչեր է կատարվում։ Այսինքն միջին բիզնեսը չեն ուզում զարգանա, որ շատ մարդիկ բարօրը նորմալ ապրեն, այլ մի մարդը ուզում է ինքը իր ցանցերը ստեղծի եւ մենակ ինքը միլիոններ եւ միլիարդներ կուտակի։ Ուրեմն դա Աստծո կամքը չի, Աստված չի ուզում դա լինի։ Եվ Աստված ուզում է, որ երբ որ մենք օրհնվում ենք, մենք կիսվենք մեր օրհնություններով մարդկանց հետ, այլ ոչ թե նպատակաուղղված մարդկանց վատություն անելով հարստանանք, որպեսզի թանկանոց ռեստորաններում հաց ուտենք, կամ չգիտեմ, կամ թանկանոց հյուրանոցներում մնանք, կամ թանկանոց տներում մնանք, դա չէ այս կյանքի իմաստը։ Այս կյանքի իմաստը մարդկանց ուրախություն պատճառելն է եւ դրա մեջ է իրական ուրախությունը։ Այլ ոչ թե այսօր ես սիրուն շորը հագատեսամ, բայ ես ինչ ճաշակով ես, բայ ես սիրուն շոր ես հագել։ Դա անցողիկ մի երևույթ է, որ իրական ուրախություն մարդու սրտին չի տալ։ Իրական ուրախության աղբյուրը Աստված է եւ իր արդար օրենքը։ Եվ եթե մենք ուզում ենք արդարություն, առաջինը պիտի սկսենք մեզանից։ Առաջինը մենք պիտի Աստծուն խնդրենք, որ վերականգնի մեզ, որ ների մեզ եւ օգնի մեզ իր օրենքը գրի իր սրտի մեջ։ Եվ մենք այդ արդար օրենքով շարժվենք մեր կյանքում, մեր շրջապատի մեջ, մեր ընտանիքում։ Եթե ամեն մեկը տենց վարվի, դա կդառնա բարգավաճող եւ լավ հասարակություն։ Թող Աստված մեզ օգնի, որ ներկա այս գալիք շաբաթը, որ Աստված մեզ պարգևում է իր ողորմությամբ, մենք անցկացնենք մտորելով իր խոսքի վրա, ոչ միայն մտորելով, այլև իրագործելով։ Թող Աստված իր շնորհքը թափի մեր վրա, որպեսզի մենք կարողանանք դասեր քաղել անցյալի պատմություններից եւ հասկանալ, որ մեր հաջողությունը կայանում է դրանում, որ մենք Աստծուն թողնենք, որ լինի մեր առաջնորդը եւ հնազանդվենք իր օրենքների, իր շնորհքի միջոցով, որտեղ մենք ինքներս չենք կարող, Հիսուս Քրիստոսի կապածարյան շնորհիվ։ Թող Աստված մեզ օրհնի մինչև մյուս շաբաթ։